18 թվից էս կողմ ինձ թվում է այլ մաքրելու ոչինչ չկա, որովհետև մարդիկ տեսնում են, որ ամեն ինչը շինչու էր եւ խնդիր չկա ինչ-որ բան ապացուցելու։ Իմ հայրը իր գործով ամեն ինչ ապացուցել է։ Եթե նա ողջ լիներ, այս ամեն ինչը տեսներ, հաստատ համոզված եմ նորից կմահանար։ Ուրիշ ոչինչ չեմ կարող ասել, որովհետև նա մի կտոր հող չէր տա։ Եկեղեցու հանդեպ ճնշումներն էլ թույլ չէր տա։ Դրա համար առաջինը թիրախավորվեց նա։ Այս երկրում նրանից բացի ուրիշ ոչ մեկ չթիրախավորվեց, ոնց որ նա։ Նկատում եք հենց այդ ժամանակում։ Այո։ Անմիջապես հեղափոխվեց։ Այո։ Եվ քարոզարշավի վերաբերյալ նաև հարցեր ունեմ։ Դուք ակտիվ մասնակցում եք քարոզարշավին, ձեր մայրը ակտիվ մասնակցում է։ Ինչ է ասում ժողովուրդը ընդհանրապես, ինչ տեսակետ ունեն երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, որովհետև երբ լսում ենք իշխանության ներկայացուցիչներին, նրանք ասում են ուզում եք վաղնել ընտրության դրանք, նկատի ունեն խորհրդարանական ընտրության, մեկը մենք մեծամասնություն ենք կազմելու եւ ավելի ձայներ ենք ունենալու, քան նախորդ ընտրությունների ժամանակ։ Դուք ինչ եք տեսնում։ Գիտեք, նրանց ասածը նախ իշխանությունը ճիշտ ասեցիք, նրանց ձեռքում է, նրանք ոնց ուզեն այդպես էլ կանեն, բայց ժողովուրդը 18 թվից այս կողմ արթնացել է ու շատ բան է տեսնում։ Ու քարոզարշավի գնալուց տեսնում եմ, որ մարդիկ ինձ հետ զրուցում են, մարդիկ կան, որ ասում են մենք այն ժամանակ ուրիշ ձև էինք մտածում, այդ ամեն ինչը տեսնելով, հիմա այս երկրի վիճակը տեսնելով հասկանում ենք, որ եթե քո հայրը ողջ լիներ, նա երբեք թույլ չէր տա այս վիճակում մեր երկիրը լիներ։ Հասկանալի։ Իսկ ինչ խնդիրներ են ձեզ բարձրաձայնում։ Օրինակ, չգիտեմ, գյուղերում ինչ խնդիր են բարձրաձայնում, քաղաքում այստեղ ինչ խնդիր են բարձրաձայնում։ Այսինքն մարդկանց հիմա ավելի շատ հետաքրքրում է, որ օրինակ ԿՊ չլինի իշխանության, թե օրինակ կան նաև այլ խնդիրներ, որոնք ուզում են որ լուծվեն։ Սոցիալականից մինչև այլ ոլորտին առնչվող։ Առաջնակարգ բոլորի խնդիրները, բոլոր գիտակից մարդկանց խնդիրներով, որ մեզ դիմում են, նաև որ քաղաքացիական պայմանագիրը չլինի։ Իսկ մնացած խնդիրները մենք, ինչպես մեր թեկնածուն նշեց, գրի ենք առնում, որ անցնելու դեպքում անդրադառնանք։ Ո՞րն են խոշոր խնդիրները, որ մանկի բնակիչները բացատրում են, որ ուզում են անպայման, եթե դուք ընտրվեք դա իրագործել։ Նախ գյուղերում մեր թեկնածուն շեշտեց, որ գյուղատնտեսության վիճակը շատ վատ է, ջրի խնդիր կա եւ քաղաքում էլ ինչ ասեմ, ասում են, որ ասֆալտ անում են, բայց մենակ ասֆալտ անելով չի, այնտեղ լիքը սոցիալական խնդիրներ էլ կան։ Մենք ամեն ինչ գրի ենք առնում, որ անցնելու դեպքում ուղենք։